Շատ եք խորացել ես դու։ Արարատ Միրզոյանը խորհուրդ չի տալիս լրագրողներին խորանալ ու բացահայտել Փաշինյանի ականջին իր շշնջացած գաղտնիքը։ Թուրքերը բացում են, ինչն են բացում։ Բացեն կհասկանա։ Սահմանի մասին է խոսքը։ Առավոտյան Փաշինյանի ականջին արտգործնախարարի փսփսոցից լսվել էին «Թուրքերը բացում են» բառերը ու ելի մի քանի արտահայտություն։ Ես բացում եմ, հիշում եք կոդերը, որ destination այսօր բացում։ Մի հատ welcoming text տանենք։ Որից տպավորություն էր, որ նա վարչապետից թույլտվություն է ուզում ստանալ ԱԳՆ խոսնակի էջով ինչ-որ բան հրապարակելու համար։ Ավելի ուշ Փաշինյանը պարզաբանել է, որ Միրզոյանը իրեն հայտնել է թուրքական օրենսդրության մի փոփոխության մասին, ըստ որի Թուրքիայում արտադրված ապրանքների վրա նշվելու է Հայաստանը որպես առաքման երկիր։ Նախկինում օրենսդրությամբ իրանց կարգավորումներով Հայաստանը երկրների ցանկում չկար եւ ձևակերպվում էր երրորդ երկիր նոր արտահանում էր Հայաստան։ Իսկ գիտեք, որ Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կա եւ դա լրացուցիչ, այսինքն տանում են ուրիշ երկիր, ձևակերպում են նոր են բերում։ Հիմա իրանք ձևակերպում են, որ այդ ցանկում ուղիղ կարողանան ոչ թե ուղիղ ֆիզիկապես, այլ որպես բանին երկիր, առաքման երկիր Հայաստան նշվի։ Ավանդական երջանիկ սրտիկով է սկսել քարոզչական օրը Փաշինյանը։ Թիմակիցների հետ սրճել է, վերցրել ՀԴՄ կտրոնը, գնացել Շենգավիթ։ Ուշանում ենք, բայց արդեն։ Երազանքս երկրորդ անգամ կատարվում, նկատում եմ երկրորդ անգամ պարոն վարչապետի հետ կալյաց ես գրկել։ Վերջապես։ Հին տրոլեյբուսով է քաղաքացիական պայմանագիրը ճանապարհ ընկել։ Խոստացել է այս ամիս 40 նոր տրոլեյբուս կմտնի երթուղի, հներն արդեն չեն լինի։ Այս վերջ էլ չին ես տրոլեյբուսները։ Լավ որ ձեզ մեր բուկլետից ձեզ։ Քարտեզներ ու բուկլետներ է բաժանել Փաշինյանը, բայց բոլորը չէ, որ ընդունել են քարտեզը։ Բայց ինչի քարտեզ չէ բուկլետ հա։ Հələ մի հատ բացատրեք հասկանամ։ Այս տղամարդը 2018-ին աջակցել է Փաշինյանին, հիմա ուրիշ ասելիք ունի։ Սա ուզում հասկանա, որ սրտանց եմ ասում, որտեղ Հայաստանի համար մանանք ստանում։ Տեսեք, Ձեր օրվա ես այդ վերջացնեմ, գիտեմ ձեր սապտետի քոշումները։ Դուք հանձնել եք Արցախը, ես գիտեմ շատերին հաճելի չի լսելը։ Դուք 5000 տղաների մահվան առաջին պատասխանատուն եք։ 5000 թիվը որտեղից։ Թեկուզ Որտեղից 5000 թիվը։ Միգուցե թիվն 5000 թիվը որտեղից։ Որտեղից 5000 թիվը։ հրապարակած թվերն են։ Մենք թիվ չեք, ես ասում եմ, նրանք ովքեր դուք այդ ստահակների բառապաշարն եք վերցնում, ձեզ քիչ հա զոհերի թիվը մի հատ է 5000 թիվը։ Ես ձեզ այդ խոսա, դուք իրավունք չունեք, ուրեմն դուք իրավունք չունեք։ Չէ, քիչ չի։ Այդ զոհությունների արդյունքում մենք պետություն ու անկախություն ենք ստացել։ Ոչ միայն անկախություն, Փաշինյանը համոզված է, մենք նաև մեր երազանքների հայրենիքն ենք գտել։ Պետք չի երազել ուրիշ հայրենիքի մասին, որովհետև մեր երազանքների հայրենիքը այլևս գտնված է եւ այդ հայրենիքի անունն է Հայաստանի Հանրապետություն։ Քաղաքացուն քարտեզ եւ բուկլետ տալու համար 9-րդ հարկ է բարձրացել քաղաքացիական պայմանագիրը։ Մահվան վերելակները վերանում են, դե հուսահատության գազելները չկան։ Հուսահատության տրոլեյբուսներն էլ էսա։ Քարտեզ եւ բուկլետ, ինչպես միշտ, նաև փակ դռների վրա է ամրացել Փաշինյանը։ Գերու հարազատից ներողություն է խնդրել ՔՊ ղեկավարը, ոչինչ չի կարող անել։ Արտգործնախարարություն եմ զանգել, այնտեղ նորից ասում են մեր հանձնառությունը չի։ Որտեւ իրանք չեն զբաղվում, իրանք զբաղվում ակա գերիների անետ կորածների հանձնաժողով, միջգերատեսչական։ Նույն հանձնաժողովը, որը ասում է, դուք հասկանում եք 6 տարի անընդհատ սպասեք, դու տեսնում ես, որ այդ մարդը գնալով ավելի վատանում է։ Ես ներողություն եմ խնդրում նաև նրա համար, որ այս պայն բացի ներողություն խնդրելուց ուրիշ բան չեմ կարող ասել։ Իսկապես խնդրում եմ, մեր զորակցությունը ձեզ։ Փաշինյանը շարունակել է գովել ընտրական տարումներ դրված առողջության ապահովագրության համակարգը, որի մասին, ըստ նրա, Աստվածաշնչում էլ է խոսվում։ Մտածում էի, որ բացեմ նոր կտակարանի այդ հատվածը, կարող է նույնիսկ անգիր սովորեմ, բացեմ մի հատ նայեմ, որովհետև առողջության ապահովագրությունը հենց դրա մասին է, որ հիմարները բժշկվում են, քույրերը տեսնում են եւ այլն եւ այդպես շարունակ։ Ոմանք էլ անձնական խնդիրներն են պատմում։ Դու էլ չունես։
Հատվածում ճաթավ, լցվում նկուղը, ես գնացի աշխատողներին ասֆալտապատման խնդրեցի, որպեսի գան այդ հատվածը, գոնե այդ մի փոքր մասը, ասֆալտեն ու չեկան, ասում են չեն կարա, բանը դիմեն, պարոն Ավինյանին էլ Ավինյանը ստեղա։ Զարուհի Սահակյան, Հենրիկ Համազասպյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։